Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել։ Գեղամ Մանուկյանը դիմել է ազգային անվտանգության ծառայությանը, ինչպես է հատուկ վերահսկվող տարածքից տեսանյութը հայտնվել հայկական ժամանակ օրաթերթի Տելեգրամ ալիքում։ Հայաստանի ֆինանսների նախարարն ասել է, թե որքան է կազմում պետական պարտքը։ Թուրքիայի քանի քաղաքացի է գույք ձեռք բերել Հայաստանում, կատաստրի կոմիտեն մանրամասներ է հայտնել։ Երբ ընդդիմությունը լքում է դահլիճը, աշխարհի փորձը և հայկական հարցերը։ Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին։ Նա մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։ Նա դիմել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային և նրա գրասենյակին խնդրելով աջակցել այդ պատվիրակության այցին Բաքու պաշտոնական հանդիպմանը, ՈՒՄԲԱԿ-ի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալներին տեսակցելուն և նրանց ընտանիքների ծանրոցների, լուսանկարների, նամակների և օրենքով թույլատրված անձնական իրերի պաշտոնական փոխանցմանը։ Այս նախաձեռնությունը քաղաքական ակցիա չէ, սա բանտարկյալների ու նրանց ընտանիքների, նրանց ճակատագրով մտահոգ մարդկանց միջև առնվազն նվազագույն կապ վերականգնելու փորձ է։ Այդ կապն օգնում է մարդուն պահպանել իր արժանապատվությունը, առանց որի անհնար է խոսել հարևան ժողովուրդների միջև իրական և տևական խաղաղության մասին։ Այս առումով հաջորդ 2 շաբաթների ընթացքում մենք հավաքում ենք աջակցության նամակներ և լուսանկարներ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների համար, որոնք ընտանիքների ծանրոցների հետ կփորձենք նրանց փոխանցել։ Անցյալ տարի 2025 թվականին Հայաստանում այլ երկրների քաղաքացիների մասնակցությամբ առուվաճառքի 4413 գործարք է իրականացվել, որոնցից 4-ը Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ։ Սպուտնիկ Արմենիային կադաստրի կոմիտեն հայտնել է, որ Հայաստանում Ադրբեջանի քաղաքացիների գրանցած գույք առկա չէ։ 2025 թվականի ընթացքում Թուրքիայի քաղաքացիները Երևանի կենտրոն վարչական շրջանում ձեռք են բերել բազմաբնակարան բնակելի շենքի 1 բնակարան, վաճառել են բազմաբնակարան բնակելի շենքերի 2 բնակարան և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղական բնակավայրում 1 հող։ Իսկ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող ամենաքննարկվող թեման ընտրությունն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է, թե ինչու վերաքվեարկություն չի նշանակել։ Հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո չպետք է ավտոմատ նշանակի վերաքվեարկություն և այդ որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնեն ընտրողների իրական և կամքի պաշտպանությունը և ընտրությունների արդյունքի օրինականության ապահովումը։ ԿԸՀ-ն պետք է ընտրի այն միջոցը, որը տվյալ պայմանում անհրաժեշտ է, համաչափ է և չի առաջացնում ավելի մեծ աղավաղում, քան այն խախտումը, որի հետևանքը պետք է վերացվի։ Մասնակի վերաքվեարկության արդյունքում առաջանում է հետևյալ խնդիրը։ Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։ Այս պայմանում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամ արտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրության վերջնական արդյունքը։ Ըստ ԿԸՀ-ի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարել խորհրդարանն անցնելու համար անհրաժեշտ 4%-ի շեմը։ Կուսակցությունն ստացել է 58287 ձայն կամ 3,98%։ Խորհրդարան անցել է 3 քաղաքական ուժ՝ Քաղաքացիական պայմանագիրը, Ուժեղ Հայաստանն ու Հայաստան դաշինքը։ Ազգային ժողովի պատգամավորական մանդատներն էլ բաշխվել են հետևյալ կերպ՝ Քաղաքացիական պայմանագիր խմբակցություն 64 մանդատ, Ուժեղ Հայաստան խմբակցություն 28 մանդատ, Հայաստան խմբակցություն 12 մանդատ։ Ուժեղ Հայաստանի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն էլ հայտարարել է, որ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը։ Նրա խոսքով, ինչի դեմ քննադատության խոսք է բարձրացրել լրագրող Փաշինյանը, նույն բանը արել է վարչապետ Փաշինյանը։
50,000-ից ավել ձայն ունեցող ուժի ուղակի մի քանի ընտրատեղամասի ձայներ չեղել հայտարելով դուրս թողեց ազգային ժողովից։ Դրանով իսկ խլելով մեր ժողովրդից Ալիևի Ադրբեջանի սահմանադրությունը, ադրբեջանցիների կողմից ներմուծված սահմանադրությունը չէ ասելու իրավունքը։ Գիտեք ինչու է նա խոսում ընտրակաշառք տերմինի մասին, որովհետև ուզում է այդ օրակարգով շեղի ձեզ ժողովուրդ։ Այս մարդը արել է Հայաստանի պատմության մեջ ամենակոպիտ ընտրակեղծիքը։ Նա ուղղակի դուրս է անել ուժերից մեկին։ Ընդդիմադիր 6 քաղաքական ուժերը, Ուժեղ Հայաստան և Հայաստան դաշինքները, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Ազգային ժողովրդավարական բևեռ և Լուսավոր Հայաստան կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Քաղաքական ուժերը համոզված են, որ ընտրության վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրության ստույգ արդյունքները։ Ուստի նման պայմանում արձանագրված արդյունքը չի կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Երկրում վիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունն ամբողջությամբ մկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա։ Մենք շարունակելու ենք գործել բացառապես սահմանադրության օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակում, պաշտպանելով քաղաքացիների ազատ կամ արտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։ Մեր ապագա որոշումներում և գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից։ Քաղաքական պայքարը միշտ չէ, որ ընթանում է նույն դաշտում։ Երբեմն այն տեղափոխվում է խորհրդարանի ամբիոն, երբեմն փողոց, իսկ երբեմն ամենամեծ հարցը դառնում է հետևյալը՝ ընդհանրապես մասնակցել խաղային, թե հրաժարվել դրանից։ Այդ ընտրության առաջ տարբեր ժամանակներում կանգնել են աշխարհի բազմաթիվ ընդդիմություններ։ Ոմանք բոյկոտը դիտարկել են որպես ճնշման ամենաուժեղ միջոց, մյուսները որպես քաղաքական սխալ։ Ինչ է ցույց տալիս միջազգային փորձը և ինչ դասեր կարող է քաղել Հայաստանը, Սեդամ Մակարյանի ռեպորտաժում։ Նոր խորհրդարանի դռները դեռ չեն բացվել, բայց քաղաքական բանավեճն արդեն հասել է այն կետին, որտեղ քննարկվում է ոչ թե ով ինչ օրինագիծ կներկայացնի, այլ ընդդիմությունը պետք է արդյոք մտնի այդ դահլիճ, թե ոչ։ Հայաստանի նոր քաղաքական իրականության մեջ ընդդիմադիր ուժերի մի մասը կանգնած է բարդ ընտրության առաջ։ Մի կողմից ընտրողների մի հատվածը պահանջում է չլեգիտիմացնել այն գործընթացը, որի արդյունքների նկատմամբ կասկածներ կան։ Մյուս կողմից մնում է հարցը՝ ինչ է տեղի ունենում, երբ ընդդիմությունը որոշում է դատարկ թողնել իրաթորները։ Եթե մանդատները չեն վերցնում, ապա պետք է հրապարակայնորեն հայտարարեն, որ Հայաստանում ձևավորվել է հակասահմանադրական իշխանություն, ընտրությունները կեղծվել են եւ հանրությանը կոչանել գալ հրապարակ եւ փողոց միջոցով փոխել իշխանությանը։ Այսինքն հանրությունը ունի իրավունք սահմանադրական կարգերը խախտվելու դեպքում նույնիսկ ուժի միջոցով վերականգնել սահմանադրական կարգերը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ դատարկաթոռը միշտ չէ, որ դառնում է բողոքի խորհրդանիշ։ Շատ հաճախ այն պարզապես ազատ տեղ է, որտեղ իշխանությունն ավելի հանգիստ է տեղավորվում։ Աշխարհի տարբեր երկրներում ընդդիմությունները բազմիցս փորձել են բոյկոտի միջոցով կասկածի տակ դնել խորհրդարանների լեգիտիմությունը։ Հաշվարկը գրեթե միշտ նույնն է եղել. եթե ընդդիմությունը հրաժարվի մասնակցել, ապա իշխանությունը կհայտնվի քաղաքական ճնշման տակ, իսկ հասարակությունն ու միջազգային հանրությունը կսկսեն հարցեր տալ։ Սակայն գրեթե երբեք այդպես չի եղել։ Կարող է նույնիսկ մանդատները չվերցնելու խնդիր չդնել, որովհետև դեռևս բավականին ժամանակ կա, այլ այս պահին հենց հանրությանը կոչանել գալ հրապարակ։ Հիմա որոշումը իրենցն է, եթե իրենք դրան պատրաստ են, ապա կարող են այդ ամեն ինչը սկսել, բայց նույնիսկ մանդատները չդնելով կարող են այդ ամեն ինչը սկսել, որովհետև այդ մանդատները նույնիսկ իրենք դեռևս չունեն, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս վերջնական որոշում չի կայացրել ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Օրինակ Բանգլադեշում 2024 թվականին ընդդիմությունը որոշեց չմասնակցել ընտրական գործընթացին։
հայտարարելով, որ մրցակցությունը հավասար պայմաններում չէ։ Արդյունքում իշխանությունը պահպանեց իր դիրքերը, խորհրդարանը շարունակեց աշխատանքը, իսկ ընդդիմությունը հայտնվեց քաղաքական գործընթացներից դուրս, այնինչ պետք է դառնար ճնշման գործիք, վերածվեց ինքնամեկուսացման։ Նույն ճանապարհով տարիներ առաջ 2005 թվականին անցավ նաև Վենեսուելայի ընդդիմությունը։ Բոյկոտելով խորհրդարանական ընտրությունը, նրանք փորձեցին կասկածի տակ դնել համակարգի լեգիտիմությունը, բայց արդյունքում իշխանությունը ստացավ գրեթե անարգել գործելու հնարավորություն։ Հետագայում նույնիսկ ընդդիմության ներսում խոստովանեցին, որ քաղաքական պայքարի գլխավոր հարթակը սեփական ձեռքերով զիջել էին մրցակցին։ Սերբիայում 2020 թվականին եւս ընդդիմադիր ուժերը փորձեցին խորհրդարանից դուրս պայքարել իշխանության դեմ, սակայն մինչ փողոցներում շարունակվում էին քաղաքական հայտարարությունները, օրենսդիր մարմնում որոշումներ ընդունվում էին առանց ազդեցիկ հակակշռի։ Իշխանությունը չթուլացավ, իսկ ընդդիմությունը կորցրեց իր ձայնը այն վայրում, որտեղ այդ ձայնն ամենաշատն էր լսելի լինելու։ Թերևս ամենահետաքրքիր օրինակը Վրաստանն է։ 2020 թվականին ընդդիմությունը սկզբում հրաժարվեց խորհրդարանի բնականոն աշխատանքին մասնակցելուց, ցած դրեց մանդատները, պնդելով, որ ընտրությունը չի արտացոլել ժողովրդի կամքը, բայց ամիսներ անց պարզ դարձավ, որ քաղաքական ճնշումը չի վերածվում իշխանափոխության, իսկ իշխանությունը շարունակում է աշխատել։ Արդյունքում ընդդիմության զգալի մասը վերադարձավ խորհրդարան, հասկանալով, որ երբեմն պայքարի համար անհրաժեշտ է մնալ հենց այդ դաշտում, որի կանոնների դեմ պայքարում ես։ Վրաստանում ընդդիմությանը աջակցում էր Արևմուտքը եւ անգամ դեսպանների մակարդակով իրենք մասնակցում էին այդ հանրահավաքներին եւ ամեն ինչով աջակցում էին։ Նույնիսկ այդ պարագայում որևէ արդյունք չհասան եւ այո ընդդիմությունը հիմա Վրաստանում ճգնաժամի մեջ է գտնվում։ Հայաստանի պարագայում Արևմուտքի աջակցությունը նույնիսկ որպես այդպեսին չկա, որտեղ Վրաստանում Արևմուտքը աջակցում էր նաեւ ֆինանսապես, կազմակերպչական առումով։ Այս ֆոնին Հայաստանի շուրջ ընթացող քննարկումները նոր երանգ են ստանում։ Եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվեն մանդատներից, քաղաքական գնահատականները կարող են տարբեր լինել, սակայն իրավական առումով խորհրդարանը կշարունակի գործել։ Հարցն այլ տեղ է, դատարկված